Նորաստեղծ գործարար կուսակցության համագումարին ներկայ են պատվիրակներ նաև հանրապետության այլ մարզերից, ինչպես նաև հյուրեր արտերկրից։ Կայացած համագումարում կուսակցության նախագահ ընտրվեց երիտասարդ տնտեսագետ գործարար Գեղամ Բաղդասարյանը։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել հյուրեր, պատվիրակներ, նախաձեռնող խմբի անդամներ, խորհրդի կազմ, որ ընտրեցիք ձեր ցայնը, ձեր քվեն տվեցիք ինձ այս պատասխանատու պաշտոնը ստանձնելու համար։ Շնորհակալություն բոլորիդ։ Կուսակցությունում ընդգրկված են երիտասարդ մասնագետներ, տնտեսագետներ, ֆինանսիստներ, գործարարներ։ Նրանց հիմնական նպատակն է խթանել փոքր և միջին ձեռնարկատիրության և տնտեսության զարգացումը։ Նոր աշխատատեղերի ստեղծման, տնտեսության զարգացման համար երիտասարդներն ունեն լուծումներ և բանաձևեր։ Դրանք կյանքի կոչելու համար, ասում են, իշխանական լծակներ են անհրաժեշտ, ինչն էլ բերել է կուսակցություն ստեղծելու գաղափարի կյանքի կոչմանը։ Գործարար կուսակցությունը հենց ինքը իրանով նպատակը ստեղծել աշխատատեղեր, խթանել, աջակցել փոքր միջին բիզնեսին, կերպոքր բիզնեսին, կանխել արտակախտը, սոցիալական վիճակը բարելավել։ Հասունացել է այն պահը, որ անհրաժեշտություն կա արդեն նոր գաղափարներ առաջադրելու, գործարար աշխարհի համար մեր երկրում կայուն միջավայր ստեղծելու պահը հասունացել է։ Նորաստեղծ կուսակցության նպատակներից է նաև հնարավորություն ձեռել երիտասարդներին իրենց գաղափարներն ու գիտելիքները գործնականում կիրառել հասարակական տարբեր ոլորտներում։ Միաժամանակ կուսակցությունը փորձելու է տարբեր քաղաքական ուժերի միջև կամուրջ դառնալ։ Ամեն մի նոր ծագած խնդիր արագ լուծում է պահանջում։ Պետք է գործել արագ ու վստահ, եւ հաջողությունը երաշխավորված է։ Անհրաժեշտ է ստեղծել այս կուսակցությունը իր նպատակներով հանդերձ, որպեսզի երկու կողմերի միջև գծվի այնպիսի մի կամուրջ ժողովրդի սոցիալական, տնտեսական, բարոյահոգեբանական վիճակը մթնոլորտը բարելավելու նպատակով։ Պայքարելու հատկությունը մեզանում խորն է արմատացած։ Մենք պետք է լրացնենք բացը, փոխել այն ամենի, ինչը մեզ փորձում է ապա կողմնորոշել եւ հուսահապանել։ Կուսակցության ստեղծումը եւ մուտքը հասարակական քաղաքական դաշտ ողջունեցին նաեւ կուսակցության համակիրները եւ հյուրերը։ Առաջիկա թիմ ընտրություններին կուսակցությունը մասնակցելու է թե ոչ, դեռ հստակ չէ։ Կուսակցության մամլոխոսնակն ասում է՝ ժամանակը ցույց կտա։ Ալիսա Հակոբյան, Հովհաննես Խաչատրյան, Օրագիծ։